Երևան քաղաքի օդը անտանելի է դարձել, ամենուրեք փոշի է։ Ես հրավիրել եմ զրույցի հիգիենիստ, հա, եթե կարելի է այդպես ասել, հիգիենայի հարցով բժիշկ Քրիստինե Վարդանյանին, որը նախորդ ուրեմն քաղաքապետի ժամանակ նաև պաշտոն է ունեցել կանաչապատման պոակում։ Տիկին Քրիստինե, բարև ձեզ։ Ավականուն ընտրություններ են լինելու, նոր ընտրություններ են լինելու եւ ուրախ եմ, որ դուք եք մասնակցում այդ ընտրություններին։ Ուզում եմ մի քիչ ավելի աշխուժ մեր զրույցը լինի, բայց առաջին հերթին ձեր ծրագրերը կարդալով տեսա, որ դուք կոմպլեքս, այսինքն համախմբում ունեք, ինչ պետք է արվի, որպեսզի այս քաղաքի օդը շնչելի լինի, քանի որ գերբեռնված է շինարարությամբ հատկապես Երևանը։ Ինչ կասեք դրա մասին։ Ձեր ծրագրերի մասին մի քիչ կպատմեք, որ մեր դիտողն էլ իմանա ինչի մասին է խոսքը գնում։ Նախ այն մասից, որ Երևանի օդի վիճակը սարսափելի ծանր է եւ դուք ճիշտ եք շատ նկատում եւ մենք հասել ենք արդեն այն մակարդակի, որ Երևանում 2-ից 5 անգամ գերազանցումը դա արդեն ամենօրյա ռեժիմով եւ մենք անընդհատ ստանում ենք այդ ինֆորմացիան պաշտոնական հիդրոէկոլոգիայի ինստիտուտից եւ ասեմ ավելի ուրեմն ահագնացող մենք մարտի վերջին այս տարի ունեցել ենք գերազանցում 22 անգամ 22 ՍԹԽ սահմանային թույլատրելի խտություն, այսինքն 22 անգամ գերազանցել են նորմատիվային ցուցանիշը եւ այստեղ ամենավտանգավորը կայանում է նրանում, որ օդի ավազանի աղտոտումը ինքնին ազգաբնակչության առողջության ամենամեծ վտանգներից մեկն է հանդիսանում եւ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան 7 միլիոն մարդ մահանում է օդի ավազանի աղտոտումից եւ ցավոք սրտի օդի ավազանի աղտոտումը համարվում է անտեսանելի կիլեր, որովհետեւ այն ինչ որ մենք չենք տեսնում, մենք շատ դժվար ենք դրա հետ մտնում պայքարի մեջ։ Իհարկե առանձին անհատների միջոցով իրականացնել օդի ավազանի պաշտպանության գործընթացներ անհնարին է եւ առհասարակ մեր ծրագրի ամենակարևորագույն հատվածներից մեկը դա անվտանգությունն է եւ միջավայրի անվտանգությունը, որովհետեւ այստեղից են գալիս բոլոր խնդիրները, ցավոք սրտի վերջին 30 տարիների այս ոչ կանոնակարգված գործունեությունը շինարարական ոլորտներում, հանքարդյունաբերության ոլորտներում, կանաչապատման, ջրարբիացման, այսինքն պետական ինստիտուտների ոչ հարիր, ոչ համակարգված աշխատանքը բերեց այն բոլոր խնդիրներին, որոնց հետ առնչվեց Երևանը, սկսած Երևանի ճարտարապետական տեսքից եւ ավարտած միջավայրի այն ուրեմն ահագնացող ցուցանիշներով, որը որ մենք ունենք։ Ես խոսում եմ կետային շինարարության մասին, ես խոսում եմ Երևանը շրջապատող եւ Երևանում գործող հանքերի մասին, ես խոսում եմ կանաչ զանգվածների շատ մեծածավալ կորստի մասին, ես ուղղակի ցուցանիշ ասեմ ձեզ, որ մենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մասով, այսինքն այգիներ, պուրակներ, դա այն կանաչ տնկարկներն են, որտեղ ցանկացած ոք իր հանգիստը կարող է անցկացնել։ Մենք մտանք 90-ական թվականներ 903 հեկտար ցուցանիշով եւ այսօր մենք ունենք 867 ուրեմն հեկտար կանաչ տնկարկ, այսինքն այս 30 տարվա ընթացքում մենք չենք մոտեցել նույնիսկ 90-ական թվականների շեմին եւ այստեղ իհարկե եւ տնտեսական մեր այդ կրիզիսներ, որում եղավ Հայաստանը, այդ սարսափելի խոշոր հատումները, կանաչ ֆոնդի մեծ կորստները, ջրավազանների, Երևանյան լճի, այսինքն բոլոր այն մակերեսների, Հրազդանի կիրճի, նրա adekvat աշխատանքի, այլ ոչ թե այն ինչ որ այսօր մենք ունենք։ Այս բոլոր խնդիրները բերեցին այն վերջնական տեսքին, որի հետ մենք բոլորս այսօր բախվել ենք եւ դրա համար ծրագրում ամենաառաջին կետը մենք դրել ենք միջավայրի մասով, շրջակա միջավայրի ուրեմն մասով ծրագրի, դա գլխավոր հատակագծի մակարդակով քաղաք էկոլոգիական կարկասի ստեղծման ուրեմն գործընթացների խթանում, այսինքն ոչ թե մենք նստենք մտածենք, թե այստեղ այս փողոցում պուրակ անենք շատ լավ կլինի, այն փողոցում պուրակ անենք շատ լավ կլինի։ Իմաստունին հարցնում են, երբ մենք ծարտնկենք, ասում են, երեք արդեն պետքա տնկած լինեիք, բայց ես ուզում եմ, որ մեր նաև ազգաբնակչությունը հասկանա, որ կանաչապատումը եւ կանաչապատման ռազմավարությունը դա բնավ
առանձին ծառատունք ծրագրերը չեն, նույնպես ինչպես քաղաքաշինությունը, դա առանձին շենքերի կառուցումը չի, այսինքն դա պետք է լինի համակարգված աշխատանք եւ մենք նախորդ անգամ, երբ որ 20 թվականին, 19 թվականին ինձ հրավիրել էր Հայկ Մարությանը, որ փորձենք հասկանալ եւ ես ներկայացնեմ իրեն ինչ կարելի է անել, որ փորձենք ուղենք միասին այն վիճակը, որը որ տիրում է Երևանում, եւ ես քանզի միշտ մտածում եմ, որ ֆունդամենտալ գործողություններից է պետք սկսել եւ համակարգված աշխատանքից է պետք սկսել, ես ներկայացրեցի տարբեր մոդելներ կանաչապատման կառավարման մասով, որովհետեւ այն պահի դրությամբ Երևան քաղաքը կառավարվում էր 12 մասնավոր ուրեմն փակ բաժնետիրական ընկերությունների կողմից, որոնք ամեն վարչական շրջանում մատուցում էին իրենց ծառայությունները համապատասխան վարչական շրջանի ճաշակի, ցանկությունների եւ այսինքն չկար համակարգված գիտական հենի վրա վերևից եկող միասնական աշխատանք, որը վերաբերում էր ամբողջ քաղաքին, սկսած բույսերի պաշտպանության համակարգված աշխատանքին եւ ավարտած ծառերի ընտրությամբ եւ հատվածների ընտրությամբ, որոնք են ամենակարևորը, չէ՞ որ մենք էլ ունենք կարևորություններ, որոնցից անպայման պետք է սկսենք եւ դրա համար մենք այն ժամանակ դրել էինք մեր այդ ծրագիրը, որ անպայման լանջերի կանաչապատումը պետք է սկսել եւ մենք սկսեցինք այդ աշխատանքը Սարալանջի մոտ 5 հեկտար տարածքում մենք արեցինք ծառատունք, սկզբից արեցինք մի հեկտարի վրա, որ փորձարկենք հասկանանք, որովհետեւ այս վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել եւ մենք պետք է հասկանայինք հողի վիճակը ինչպիսին արել էինք նախապես նաեւ ուսումնասիրություն հողի վիճակի շատ դեգրադացված եւ դրա համար մենք այնտեղ փոփոխություններ էինք արել այդ մեր փորձնական այդ պիլոտային 1 հեկտար հատվածում ընտրել էինք այնպիսի տնկանյութ, որը որ Երևանի պայմաններին շատ հարմար է, այսինքն մեր չոր շոկ կլիմային եւ նաեւ այդ քամիներին ռուսերեն լավ բարկա սուխավեի, դա մեր համար շատ բնորոշ է, որ բույսերը կարողանան դիմակայեն, այլ չլինի այնպես, ոնց որ հիմա տնկել են կաշտանները, որոնք ծայրային նեկրոզի են ուրեմն ենթակա, ամենաենթակա բույսն է եւ ամբողջ Եվրոպան այդ ծառերից ձերբազատվում է, նաեւ Կիևը վերցրեցինք ամբողջ փողոցները, ունեցի փողոցը զանգվածային հատում արեցինք, ինչը ուղղակի անթույլատրելի էր անապատում եւ փոխարինեցինք թեղին, ուրեմն ձիակասկով։ Կիևը, որի խորհրդանիշն է Կրիշատիկի ձիակասկը, Կաշտանինա Կրիշատիկի, դա միշտ եղել է եւ նրանք Կրիշատիկը անհամեմատելի է, շատ սիրուն է, ես հավանում եմ։ Իսկ ձեր հետ հիմա մի թուփ է, որի մասին ես անդադ պնդում էի, արդյոք մագլցող բույսեր նախատեսել եք, քանի որ մենք հողային տարածքներ շատ քիչ ունենք եւ ես հիշում եմ սովետական շրջանում հատուկ շեշտադրվում էր խաղողի նման այդպիսի մագլցող ուրեմն թփերը եւ Սարալանջի դեպքում նաեւ ուզում էի նշել դուք անդադ ջրային համակարգերի մասին եք խոսում, քանի որ նաև բժշկական համալսարանի էկոլոգիական ամբիոնի դոցենտ եք, ընդհանուր էկոլոգիական վիճակից ելնելով դուք ինվենտարիզացիա, գույքագրում արել եք, թե ոչ ձեր ժամանակ։ Նայնե ջան, ուրեմն տեսեք, երբ որ ես ներկայացրեցի ծրագիրը, իմ ծրագրի մեջ ամենակարևոր փուլերն էին կենտրոնացված, նախ ստեղծել կառույց, որը կենտրոնացված ամբողջ աշխատանքը քաղաքի համար կանի։ Դա ստեղծվեց ավականու որոշմամբ 19 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանը ունեցավ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հոակ։ Երկրորդ կարևորագույն խնդիրը եղավ դա։ Գիտեք ինչ, դա մենակ իմ շնորհիվ չէր կարող լինել, ճիշտն ասած ծրագիրը ես 18 թվականին տպագրել եմ բժշկություն, գիտություն, կրթություն պարբերականում գիտական եւ նաեւ Սանտ Պետերբուրգում մեծ կոնֆերանս կար միջազգային, նաեւ այնտեղ եմ ներկայացրել ամբողջական ծրագիրը եւ նաեւ ասեմ, որ նրանից հետո որ մենք այստեղ Երևանում դա արեցինք, Ռուսաստանի Դաշնության մեգապոլիս քաղաքները խնդրեցին ծրագիրը եւ իրանք ամեն մեկը հարմարացնելով իրենց միջավայրին, այդ ծրագիրը որպես հիմք օգտագործել
ստեղծագործեցին եւ ես նույնիսկ քաղաքապետի անունով նամակ ստացանք մենք Կազանի գլխավոր ճարտարապետի կողմից, որ իրանք ամբողջությամբ այդ աշխատանքը ներդրել են Կազանի գլխավոր հատակագծի մեթոդաբանության մեջ։ Հաջորդ ամենակարևոր բանը կանաչ կադաստրի ստեղծումը, այսինքն եթե մենք չունենք ինֆորմացիա, ինչ վիճակում են գտնվում մեր բույսերը, քանի ծառ մենք ունենք, ինչ թփեր կան գույքագրումը։ Այո, արեցինք գույքագրում եւ գույքագրումը սովորական գույքագրում չէր, մենք դա արեցինք գիծ տեխնոլոգիաների կիրառմամբ, այսինքն տեղորոշված են ծառերը, եթե դուք ուզում եք փնտրեք, չգիտեմ, Խաչատրյան 23 շենքի դիմաց որ սոսիներն են դրանք, դուք կբացեք ես չգիտեմ ինչի է սերվերները միջև հիմա չեն անում, որտեղ մենք պիլոտային արեցինք կենտրոն վարչական շրջանը եւ առապկիրը, ինչի ընտրեցինք կենտրոնը, որտեղ ներողություն էկոլոգոնովսֆերական ինստիտուտը ուներ հնարավորություն, որ Արբանյակից նույնիսկ այդ գույքագրումը արվեր, օգտվել եք իրենց միջոցներից, թե ինչպես է դա կատարվել։ Գիրը, որը անում բանի էկոնոսֆերային կենտրոնը, ես գիտեմ ինչ են անում իրանք եւ ամենօրյա շատ հաճախ եմ շփվում, շատ լավ հարաբերություններ ունեմ, այն ինչ որ իրանք անում են, իրանցը ուրիշ է, մերը ուրիշ ձևով էր արվում եւ այտենց նաեւ դա դրամաշնորային նաեւ ծրագիր պետք է լիներ, մենք հետագայում իրանց հետ պետք է աշխատենք, որովհետեւ երբ որ մենք սկսենք արդեն գույքագրած ողջ կադաստրը մենք ունենանք քաղաքապետարանի այդ դատաբեյսի մեջ, դա պարտադիր պետք է լինի, մենք կհասկանանք մենք ինչ ունենք։ Դրանից հետո երկրորդ էտապով մենք պլանավորել էինք իրենց հետ աշխատանք անել, որովհետև իրանք կարող են ուսումնասիրելով բույսի ֆոտոսինթետիկ ակտիվությունը, այսինքն բույնով տարբերել նրա առողջական վիճակը, եթե կողմից այսպես ասեմ, հա, եւ երկրորդ էտապում իրանց հետ պետք է աշխատենք, բայց միջև այդ դեռ աշխատանք ունենք։ Մենք պետք է գույքագրենք մեր ծառերը, իրանք պետք է անուն ազգանուն հայրանունով նստած լինեն մեր բազայում եւ մենք նաեւ առանձնացրեցինք եւ անձնագրավորեցինք այն ծառերը, որոնք Երևան քաղաքում արժեքավոր ծառեր են եւ ունեն 100 տարեկան տարիք, 100 եւ ավել տարիք, դա հիմնականում սոսիներն էին, հիմնականում թթենիներն էին, որոնք մենք առանձնացրեցինք։ Մագնիշումները ինչ ներկով էիք անում էիք ներկով։ Մագնիշում պետք չի անել, որովհետև եթե աշխարհի զարգացած երկրները բոլորը ունեն այդ էլեկտրոնային քարտեզները, դուք ուղղակի հասցեն եք բացում եք այդ քարտեզի վրա, ինքը մենք բացում եք հասցեն, բացում եք մարդ եմ, ուզում եմ բացատրեք այդ նոր մեթոդ։ Ուրեմն քարտեզն է Երևանի, որը բացվում է ոնց որ Google Map-ի վրա, ոնց եք դուք անում ձեր հասցեն, որ բացվում է այնքան, այդտեղ արդեն ծառերն են, նշված ծառերը։ Դուք բերում եք ձեր հասցեի վրայի, ծառի վրա նկարը, ամեն ծառը իր մասին պատմող ինֆորմացիա, այսինքն ինչքան է այդ ծառի բարձրությունը, ինչքան է այդ ծառի տրամագիծը 1.3 բարձրության վրա, որովհետև կան հատուկ ուրեմն հիգիենիկ նաև ցուցանիշներ, որոնք պարտադիր մենք պետք է ունենանք հասկանալու համար այս ծառը չէ, որ քաղաքում հենց այնպես չի խնայում, ծառը ունի էկոծառայություն, այդ նպատակով ենք մենք դնում, այո, դա գեղեցիկ բայց կանաչապատումը գեղեցկության մասին չի, կանաչապատումը առողջության մասին է, որտեղ ցավոք սրտի այս 30 տարվա ոչ կոորդինացված գործունեության հետևանքով Երևանը դարձավ ներդրումային դաշտ, բայց այն մարդիկ, որոնք այդ ներդրումային դաշտը իրականացնում են, մոռացել են, որ այս ամեն ինչը արվում է ազգաբնակչության առողջությունը պահպանելու համար, եւ մարդն է կորել այս միջավայրում։ Դրա համար մենք ունենք 5 անգամ գերազանց դրա համար սկսեցի, որ դուք հիգիենիստ եք, մի քիչ երևի հայախոսները լավ չհասկանան, բայց հենց խոսում ենք մենք դարավոր պատմությունների մասին, հայկական իրականության մեջ մենք ավելի շատ միջոցներ ունեինք, օրինակ նույն ջրատարները, որոնց մասին կուզենայի նաև խոսեք, ուղղակի այս հարցը չավարտեցիք։ Օրինակ Անգլիայում նույն կանալիզացիայի հարցը չէր լուծվում, իսկ մենք արդեն ունեինք, եւ մենք ունեինք, եւ հռոմեացիներն էլ ունենք, եւ Ուրարտական շրջանի ջրատարները ցավոք սրտի Դալմայի այգիների հատվածում փչացրեցին, ջարդեցին, ինչու այդ ծրագրերի մեջ ես չեմ տեսնում նոր կանալներ կամ ջրատարներ կամ ֆանտաններ, չգիտեմ, ինչ որ նմանատիպ բաներ, անդադ խոսվում է ծառատնկության մասին, ջրանց լավ, դուք արդեն ուզում եք պատասխանեք, լսում եմ ձեզ։ Ես ուղղակի քարտեզի մասով վերջացնեմ, որ չլինի որ այստեղ խոսեց
Այսինքն ամեն ծառը, որը կա Երևանում, 10 տարի տարիք ունեցող եւ ավել, բոլոր ծառերը գույքագրված են։ Գույքագրված է ամբողջությամբ կանաչ գոտին։ Ինչքան է այս կանաչ գոտու սահմանները, ինչ ունենք մենք այդ սահմանների ներսում, ինչ ռոռոկման համակարգ է այդտեղ գործում։ Եվ սա բաց ինֆորմացիան է եւ նաեւ կա փակ ինֆորմացիա արդեն մասնագետների համար։ Երբ է վերջի անգամ այդ իրականացվել, երբ է վերջին անգամ սրսկման աշխատանքներ իրականացվել, այսինքն ոչ թե որ մենք հիշողության մեջ պահենք մենք ինչ ենք արել Երևան քաղաքում, Խաչատրյան փողոցում, այլ հակառակը ամեն ինչը լինի միատեղված, գրանցված եւ մենք դա ունենանք։ Նույնը արել էինք էլի նորից database ստեղծել այն ծառերի համար, որոնք հատման ենթակա են, չորացած ծառերի համար, որ այսինքն եթե բնակիչը մեզ զանգ տա, մի ամիս չի եղել քաղաքում, հետո եկել է տեսել ծառը հատած է, ինքը զանգ է տալի, ասում է ինչ է, իմ ծառս ինչի է կտրել, իմ կանաչ ծառը եւ օրինակ ունեցանք, կաղնի էր, մի քանի տարի առաջ այդ մարդը եկել էր, հետո եկել տեսել էր, որ ծառը չկա, ծառը չորացած էր եւ մենք նկարը ուղակի տեղադրեցինք էջում, որ սա է ծառի վիճակը, կողքը կանաչ ծառերը եւ 4 ծառը, པարզ երևում է մենք ինչ ենք արել եւ դա նաեւ հարաբերվելու ձև է, հաշվետու լինելու ձև է բնակչի հետ, ինչը այն ժամանակ շատ էինք մենք կարևորում եւ ծառերի վրա մենք ներդրեցինք, որ եթե ծառը ուզում ենք հատենք, անպայման ծառի վրա լինի այդ ինֆորմացիոն բանը փոքրիկ տեղեկատվական հատված է եւ այնտեղ հեռախոսահամարը դուք տեսնում եք ձեզ անհանգստացնում է ձեզ թվում է որ ամեն ինչ նորմալ է դուք զանգ եք տալի մենք ձեզ բացատրում ենք ամենը եւ եւս նորից հարաբերվելու ձև սա ուրեմն ինչ վերաբերվում է ձեր հարցին դուք նաեւ ասացիք ուղղակի շեշտադրեմ որ չկա ոչ միտեղ դեռ ինչու չկա այդ տեղեկությունները ես էլ որպես լրագրող չունեմ այդպիսի ինֆորմացիա որ գույքագրումը եղել է Դա չէ, ոչ թե ես ուրիշ բանի մասն եմ խոսում, եթե ծառը ուզում ես հատես, ինֆորմացիոն իր վրա տեղադրում ես, որ դու իրան ուզում ես հատես, ես դրա մասն եմ խոսում, դա ես հասկացա, բայց դուք գույքագրումը ընդհանուր արել եք, բայց համացանցում որևիցե տեղ չկա, դուք ինքներ դասեք, չգիտեք ինչի չկա Ես ասում եմ, մենք ավարտել ենք կենտրոն եւ առապկիրի կեսը, ես դուրս եկա համակարգից շարունակական աշխատանքը, որտեղ դա հսկայական աշխատանքը եւ շատ կարեւոր աշխատանք է, որ մենք պետք է իմանանք մենք ինչ ունենք։ Ի վերջո հասկանանք Երևանում քանի ծառ կա, որտեղ վերջին գույքագրումը 2007 թվականին է եղել, որի ժամանակ մեզ տվեցին վերջնական տեղեկատվություն, որ Երևանում մենք ունենք 1.700.000 ծառ։ Դա շատ վատ է որովհետև Երևանում ապրում է 1.075.000, մոտ 100.000 մարդ, իսկ նորմալ մարդու կենսագործունեությունը ապահովելու համար քաղաքում պետք է ամեն բնակչի առնվազն 2 լայնասաղար ձևավորված արդեն ծառ, ոչ թե ծառատունկի հետո ծառատունկի այդ որ ասում են 30 հեկտար անտառ ստեղծեցինք, միացրեցինք ընդհանուր կանաչ գոտիներին։ Սի բան դուք իրավունք չունեք անելու, որովհետև դուք նոր եք տնկել եւ պարզ չէ տնկիները 5 տարի հետո ինչ են դառնալու։ Նա պետք է արդեն ձևավորվի, նոր դուք միացնեք ընդհանուր Այսինքն այստեղ աշխատանք կա անելու եւ իմ տալս խորհրդային միության ժամանակ հաշվետվությունը ոչ թե նրանով էր թե մենք ինչքան տնկեցինք եւ ստեղծեցինք, այլ ինչքանը կպավ 1 տարի հետո շարունակեց տնկին աշխատել, այ հաշվետվությունը նրանով էր թե ինչքանը կպավ, այլ ոչ թե ինչքանը տնկեցինք։ Եվ եթե տնկեցինք 100%-ը, կպավ 30%-ը, այստեղ շատ լուրջ խնդիրներ էին առաջանում։ Հիմա մենք կարծում եմ խնամքի մասին է, անընդհատ խնամքի մասին է պետք մտածել։ Այդ հարցից էլ էլի պատասխանեք մագլցող բույսերի եւ ընդհանրապես խոտածածկ կամ որևիցե ծաղկա տեսակներ նախատեսում էիք, որոնք օրինակ ֆիտոցիդներ արտադրող տեսակներ են, այսինքն փոշե կուլ եւ օդը մաքրող տեսակների մասին։ Տեսեք, հիմա իմ ետևում սա բաղեղ է, պլյուշ։ Սա մշտադալար է, տերևաթափ չի լինում, ունի բարձր ֆիտոնցիդ ակտիվություն, ունի շատ մեծ կայունություն եւ տնկարանում հենց այս բաղեղից հազարավոր կտրոններ, որտեղ շատ հեշտ արմատակալում է եւ հազարավոր կտրոններ ես տարել էի քաղաքային տնկարան եւ մենք մեծ այսպես քառակուսի ամաններով բան էինք արել, բազմացրել էինք, դա ուղակի ոնց են մետլախը խփում։ Դուք տանում եք եւ այգիներում հատակի մակերեսին դա ուղակի տեղադրում եք, ինքը ծածկում է հատակը, եթե դուք Վրաստանում եղել եք, իրանց մոտ շատ ընդունված է։ Ոչ թե սիզամարկ, որը հազարավոր խնամք, ջուր եւ այլն պահանջում է։
շատ ստվերադիմաց կունա, ամառ ձմեռ կանաչա եւ այն հատվածները, որոնք որ ստվերոտ է եւ ծառերի տակ, շատ հանգիստ կարելի էր ուղակի բաղով փակել։ Ես ինքս ունեմ այդ փորձը, ուղղակի կանաչապատումը ես շատ եմ սիրում եւ երբ որ դուք անցնում եք օրինակ Հյուսիսային պողոտայով, երբ որ անցնում եք բանի Ստանիսլավսկու թատրոնից Եվ թե անցնեք դեպի հյուսիսային պողոտա, այնտեղ մի ալյումինիումից կամուրջ կա։ Եվ կամուրջը ամբողջությամբ ես գլիցինիայով փակել եմ երկու կողմից, որովհետև երկաթ էր, տաքանում էր եւ դեկորատիվ առումով շատ գեշ էր, իսկ հիմա կանաչապատը հետն էլ շատ գեղեցիկ ծաղկում է եւ այդպիսի օրինակներ Երևանում ես ունեմ տասնյակներով։ Մենք ժամանակին ես էլի նորից իմ թիմի հետ ստեղծել էի կանաչ տանիք, ինչը էլի Երևանի համար շատ ակտուալ է, որովհետև ավտոտնակի տակ մենք տալիս ենք սեփականատիրոջը տարածք, ինքը անում է ստորգետնյա այդ պարկինգը, բայց վերևի հատվածում շատ լավ կարելի է ստեղծել կանաչ գոտի եւ բանի մամուլի չէ, ժուրնալիստի տունն է Աբովյան Պուշկին Խաչմերուկում։ Ժուրնալիստների։ Մի հատ կանաչ գոտի կա, շենքի ներքևի մասում։ Դա մենք ենք ստեղծել եւ այդտեղ ընդամենը 30 սանտիմետր հողի շերտ է։ Դա ավտոկայանի ուրեմն կտուր է եւ այդտեղ նույնիսկ խաչքար տեղադրվեց, հեղնար աղբյուր է, այդ փոքրիկ բան սարք մարդիկ նստեն հանգստանան։ Ես ուղղակի որպես օրինակներ ասում եմ, որ Երևան քաղաքում մենք ունենք ստեղծած նման բաներ եւ ծրագրում առանձին կետով ունենք ուղղահայաց կանաչապատումը, որտեղ դուք շատ ճիշտ նշեցիք եւ եթե հին հատվածները Երևանի նույն Տիգրան Մեծի վրա մենք շատ ունենք գեղեցիկ մագլցող խաղողներ, ես մոտորերս նույնիսկ նկար էի հետ տեղադրել, այդ բույսը մոտավորապես 70 տարեկան, 60-70 տարեկան տարիք ունի եւ շատ կա Տիգրան Մեծի վրա։ Մենք ունենք Կիևյանի վրա շատ գեղեցիկ գլիցինիա, որ հասել է արդեն շենքի վերևին։ Մենք ունենք Խանջանի վրա Կարինե Սուրենովնայի շենքի կողքը մենք ունենք տենց մեծ էլի սովետական միությունից մնաց, խորհրդային միությունից մնացած գլիցինիա։ Այսինքն Երևանում մենք ունեցել ենք այդ փորձը եւ առաջի հարգերում բակի կողմից բույսերը տեղադրվել են ժամանակին եւ մինչ օրս եթե նրանց չեն ոչնչացել, այդ բույսերը շատ հանգիստ ապրում են, նաեւ ասեմ, որ ոչ ոք խնամք էլ չեն տանում այդ բույսերի նկատմամբ, իրանք ինքն իրենց աճում են եւ ես կարծում եմ եւ մենք ներդրել ենք դա անպայման կառուցապատողների հետ պետքա վարվեն բանակցություններ եւ մենք պետքա դա դնենք առանձին որպես պունկտ, որ անպայման պատերի կողմից, որովհետև հատակի վրա մենք մակերես այդքան չունենք, իսկ կանաչապատման ուղղահայաց կանաչապատման առավելությունը կայանում է նրանում, որ փոքր մակերես օգտագործելով նա տալիս է շատ լայն կանաչ մակերես եւ իմ բակում եթե դուք տեսնեք բոլոր պատերը կանաչապատած են, ես չունեմ որևիցե տեղ, որ քարն է երևում, նա երևում է միայն բույս Եվ դա շատ կարևոր է, որովհետև Երևանում պատերը տաքանում են, մենք ջերմային կղզիների ձևավորման մեծ շատ խնդիր ունենք առավել եւս կենտրոն վարչական շրջանում։ Կենտրոնում շատ լավ օրինակ կա կամերային տան դիմացը, երբ որ Մոսկովյանով անցնում ես դեպի Աբանդյանը Էլինորից Այո, դա վիճի խաղող է, արտակարգ բույս է եւ իմ մոտ բակում ինքը շատ կա, ես իրան շատ սիրում եմ, ուղղակի ինքը շատ ավելի նուրբ է, քան թե վայրի խաղողը։ Թվաց, որ հա, լավ խնամք այդքան էլ չի պահանջում։ Ջրային ավազանների մասին էլ էլի պատասխանեք։ Բնակի լսողներն էլ ուզենան այդ բույսից տեղադրել, եթե ձեր պատուհանները շենքի ֆասադը նայում է դեպի արևմուտք, որևիցե անգամ չդնեք այդ տեսակը, որովհետև այրվելու է եւ շատ գեշ տեսք է ունենալու, դրեք սովորակ Իսկ եթե նայում է դեպի հյուսիս, եթե նայում է դեպի օրինակ արևելք, այսա նախընտրելի տարբերակն է բույսի համար, որովհետև առավոտյան արևն է, կամ արև առհասարակ չի ընկնում եւ ինքը շատ լավ աճում է Երևանի շոգ, ջոր եւ այդ անբարեհարմար տվյալ բույսի համար պայմաններում։ Սա ինչ կա, ուղղահայաց կանաչապատմանն է վերաբերում, անպայման անելու ենք եւ սա դրվելու է հենց կառուցապատողի վրա եւ նա պարտավոր է լինելու այս գործողությունները իրականացնի։ Հաջորդը, ինչ վերաբերում է ջրային ավազանների, քանի որ ճիշտ նշեցիք, ես հիգիենա եւ էկոլոգիա ամբիոնի դոցենտ եմ եւ իմ համար շատ կարեւոր է միջավայրը, որտեղ եթե չկա առողջ միջավայր, չի կարող լինել առողջ մարդ եւ կենսաբազմազանություն այս տարածքում։ Եվ առանձին կետով ունենք նաեւ ուրեմն շատրվանների գործարկման գործընթաց, ես գիտեք, մենք պետքա ռեալիստ լինենք, մենք պետքա հասկանանք, որ Երևանի բյուջեն պետքա թույլ տա, որ մենք անընդհատ ասենք, որ մենք ստեղծելու ենք նոր գետեր, մենք ստեղծելու ենք նոր, չգիտեմ, արհեստական հետը վերցրեցին, փակեցին։ Անե ջան, ես որպես բժիշկ եւ ծրագրի մեջ նաեւ ներառել ենք, որ ժամանակ
Ձեր կապը ինչ-որ մի բան գրած է, չէ, ասել ախր Կրիստինը բանա կոյ գալիս են, ամեն անգամ ասում եմ, հարգելիները, Նոմա նա խմելու ջրի մաքրություն ունի, պետք է հասկանալ ինչի են մեր քաղաքի կոյուղատարերը չհամակարգված ձևով, ոչ մի տեղեկատվություն մենք չունենք, այսինքն սա էլ է պետք ուրեմն անձնագրավորել, հասկանալ, այստեղ բերել մի հատ բանի մեջ, այդ դատաբեյս սրա մասով է ստեղծել, ինչի համար է կոյուղաջրերը լցվում, այլ ոչ թե որ դա խնդիր է, եւ վերջին հաշվով, եթե դուք փակում եք գետը, դուք խնդիրը չեք լուծում, հակառակը, մենք ունենք հատվածներ նույն Օղակաձև զբոսայգում, որտեղ գետարը դուրս է գալիս եւ այլի նորից չունի այն էկոլոգիական տեսքը եւ դերը, որը իրականում գետարը պետքա կատարի։ Միջավայրի խոնավությունը, երկրորդը, եթե դա բնական գետ է, ինքը ծառից ավելի շատ թթվածին է արտադրում, քանի որ ջրի մուրները ավելի շատ թթվածին արտադրող հնարավորություններ ունեն, բայց այդ ամեն ինչը հաշվի չառան եւ գետարը վերցրեցին փակեցին։ Դրա մասին ուրեմն մենակ Երևանում չէր այդ գործընթացները, աշխարհում բոլոր տեղերում այդ գործընթացները եղել են եւ հիմա շատ ակտիվ ձևով թունելները բացվում են եւ գետերը վերադարձվում են, որովհետեւ կոവിഡ്-ը ցույց տվեց, որ ծանր դեպքերը հիվանդության եւ մահացության ամենաբարձր ցուցանիշները եղել են այն երկրներում եւ այն քաղաքներում, որտեղ օդի ավազանի աղտոտումը բարձր մակարդակի վրա է։ Սա հենց այնպես չի, որովհետեւ մարդիկ, որոնք ապրում են աղտոտված տարածքներում, նրանք ի սկզբանե ունեն թոքային հյուսվածքի սենսիբիլիզացիա։ Դրա համար էլ իրանք ավելի ծանր եւ մահացության բարձր դեպքերով տարան։ Եվ դրա համար Եվրոպայում նրանք բացում են այդ քուները, որովհետեւ հասկացել են, որ ամենակարևորը մարդու կյանքն է, որովհետեւ կլինեն վարակներ, նրանք դեռ լինելու են եւ սա վերջին դեպքը չի, որ բնական միջավայրը մենք չացնում ենք, դա է լինում։ Հասկանալ, որ գետը քաղաքում դա շատ մեծ առավելություն է, չի կարելի իօքուտ տրանսպորտային միջոցների փակել գետերը, որովհետև այսպեսի մի լավ արտահայտություն կա, օպուխել դավիլը նա մոսկ, мы расширили место օպուխելի, ինչքան դուք մեծացնեք տարածքը մեքենաների, այդքան նրանք ավելի են ուզենալու, հակառակն է անում աշխարհը եւ մենք հեծանիվ հորինելու չունենք, նեղացնում է նրանց համար տարածքը, մենք ինչ ենք նախատեսում, տրանսպորտային գրագետ համակարգ, պետք է լինի ոչ թե տրանսպորտների քանակը ավելանա եւ տրանսպորտային ծրագրի տրանսպորտ լինի, տրամվայներ լինեն, այո, մետրո լինի։ Եվ նաև այս սկուտեր, մոտոր, այս բոլոր հեծանվաուղիներ, սրանց համար առանձին գծեր պետք անել, որ ոչ թե նրանք հետիոտնի ճանապարհով գնան եւ մեծ տրավմատիզմ լինի, տրավմատիզմի միջոցով մենակ Երևանում շատացել, այո։ Արիզում այն աստիճանները, որ քաղաքացիները արեցին ռեֆերենդում եւ ուղղակի հանեցին քաղաքից, իրանք ունեն, հիմա չկա էլ իրանք քաղաքում չի հանդիպելու։ Ну, ես կարծում եմ, որ պետքա ոչ թե հանել, այլ պետք է ինքս Բրյուսելի մեջտեղում այդ հեծանիվների պատճառով ուրեմն վնասվել է։ Օրինակ, եթե Արցախում այս տարբերակը տրանսպորտային միջոցի լիներ, հիմա ինչքանով կյանքը կհեշտացներ։ Մենք այնպեսի տարածքում ենք, այո, հասկանանք, որ անվտանգության խնդիրը ամենօրյա խնդիր է, դրանից ծածկվել չի կարելի, մենք 21-րդ դարում ենք եւ սա էլ ռազմավարական ճանապարհներ են, որ մենք անպայման պետք է հաշվի առնենք եւ ծրագրում առանձին կետով մենք խոսում ենք նրա մասին, որ առավելությունը ճանապարհի ուրեմն մասնակիցների ոչ թե ավտոտրանսպորտն է, ամենաառաջինը դա մարդն է, հետիոտնին պետքա հարմար լինի ամեն ինչ եւ դանդաղ քայլերով, բայց գրագետ մենք պետքա գնանք եւ հասնենք այդ ճանապարհին։ Ես մի ամիս առաջ Թբիլիսիում էի, նույն այն ծրագիրը, որը գրվել է ժամանակին անգլիացի գոլեգաների կողմից Երևանի համար, նմանատիպ ծրագիր գրվել է նաեւ Թբիլիսի համար եւ իրանք արդեն բավական հաջողված, ճիշտ է, չեն ավարտել, բայց այն քայլերը, որ իրանք արել են, իրանք բազմաթիվ փողոցներ ունեն, նախ շարժակազմը ամբողջությամբ արդեն համալրված է, ճանապարհներին կառուցել են այնպիսի հատվածներ, որտեղ պետք է դանդաղացնել, պետք է շրջադարձը կատարել այնպես, որ հետիոտնին հարմար լինի, հեծանվաուղիները կան, առանձին գծեր կան տրանսպորտի համար, փողոցներ կա, որտեղ մեջտեղի գծով է անցնում միայն տրանսպորտը։ Մի խոսքով, շատ նորմալ եւ գրագետ ձևով դա արված է եւ ունենք նաեւ խոսել ենք այն մարդկանց հետ, որոնք որ այդ ծրագիրը անում են, որ եթե Երևանը կարիք ունենա նաեւ չէ, որ ուղղակի գեղեցիկ ծրագիր գրել
խոսելը մի բան է, բայց իմպլեմենտացիան դա լրիվ այլ բան է։ Եվ դրա համար պետք է լինեն մասնագետներ եւ դա ամոթ չի, եթե մենք չունենք Հայաստանում մասնագետներ, տրանսպորտնիկներ եւ մենք չունենք նման կրթություն ապահովող բուհ, այն ժամանակ էլ մենք ուղարկում ենք Մոսկվա տրանսպորտ ավտոդорожный ինստիտուտ սովորելու համար։ Սա առանձին մասնագիտություն է եւ պետք չի հնարել ինչ-որ մի բան։ Կարելի է դիմել մասնագետներին, ընդգրկել թիմում եւ գրագետ ճանապարհներով թող դանդաղ, բայց գրագետ ճանապարհներով գնան առաջ։ Եվ դուք իրատեսական ծրագիր եք ներկայացնում։ Մենք ունենք 9 րոպե, ես խնդրում եմ վերջին հարցս լինի մի քիչ ավելի մասնագիտական, ես ունեմ հավելված այսպիսի IQR եւ ամեն օր ես տեսնում եմ, որ Երևանը նույնիսկ Պեկինից մեկ-մեկ ավելի աղտոտված է։ Կուզենայիք բացատրեիք մարդկանց, թե ինչ վտանգներ ունեն այդ փոքրիկ մասնիկները PM2.5-ի մասին է խոսքը, դուք ասեցիք կորոնայի եւ թոքային հիվանդությունների։ Ուղղակի բացատրեք, եթե կարելի է 8 րոպեում ինչու են մարդիկ այդքան վատ իրենց զգում։ Տեսեք, դուք PM2.5 մասնիկների մասին խոսեցիք, առհասարակ աղտոտիչները միջավայրի իրանք վտանգավոր են, բայց PM2.5-ը շատ ավելի վտանգավոր է, որովհետև ցավոք սրտի էվոլյուցիայի ընթացքում մարդը չի ձեռք բերել պաշտպանող մեխանիզմներ այս չափի մասնիկների նկատմամբ, եւ եթե ավելի մեծ մասնիկները մեր շնչառական համակարգի ամբողջ այդ ճանապարհի ընթացքում տարբեր ձևով կամ նստեցվում են կամ արվում է դեզինտոքսիկացիա, տվյալ մասնիկները հանգիստ ձևով հասնում են միջև ալվեոլներ եւ այնտեղ կամ առաջացնում են տեղային բորբոքում կամ անմիջապես ներծծվում են արյան մեջ եւ տարիների ընթացքում մնում են օրգանիզմում առաջացնելով տարատեսակ հիվանդություններ։ Ես ուզում եմ, որ մեր բնակիչները գիտակցեն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն թոքային հիվանդությունների մասով, այլ ԱՀԿ-ն ունի կոնկրետ տվյալներ, որ օրինակ ինսուլտների մոտ 25%-ը պայմանավորված է օդի ավազանի աղտոտմամբ, սրտամկանի ինֆարկտի 25%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ, թոքի քաղցկեղի մոտ 30%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ եւ 40%-ից ավելը շնչառական համակարգի հիվանդությունների պայմանավորված է մահացության ցուցանիշների մասն եմ ես խոսում։ Սա հավելյալ քանակն է, հավելյալ թվերն են մահացության, որը բաժին է հասնում օդի ավազանի աղտոտմանը եւ 40%-ից ավելը շնչառական ունեն։ Ցավոք սրտի Հայաստանում նման հետազոտություն առայժմ չկա, բայց ես ուղղակի ասեմ, որ նշանակություն չունի հետազոտությունը արված է որ երկրում, որովհետև գիտության մեջ կա այսպիսի մի բան. մարդը ամենտեղ նույնն է եւ մեր մեխանիզմները աղտոտիչների նկատմամբ, տարբեր միջավայրային գործոնների նկատմամբ իրանք չեն տարբերվում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների մասով օրինակ, տեսեք, այստեղ մի փոքր տարբերություն կա այն առումով, որ էվոլյուցիայի ընթացքում մենք ավելի մուգ մաշկ ունենք, մենք ավելի պաշտպանված ենք, քան թե հյուսիսում ապրողները դրա բայց ցավոք սրտի այդ ձեր նշած PM-ի նկատմամբ էվոլյուցիան ոչ մի տարբերություն չկա, ինչպես այնտեղ խնդիրը կառաջանա, այդպես էլ այստեղ կլինի խնդիրը։ Եվ մենք հանգիստ կարող ենք ցանկացած հետազոտության արդյունքները էքստրապոլացիա անել մեր պոպուլյացիայի վրա, այսինքն մեր մոտ խնդիրը լինելու է նույնությամբ եւ Երևանում ես նորից եմ կրկնում միշտ բոլոր հարցերին եք նաեւ ջրցան մեքենաներ եւ փոշեկուր մեքենաներ եւ դադարեցնել այդ հանքերը, որոնք Երևանում էին։ Ինչ վերաբերում է ջրցան մենք հատուկ տենդերում ներառել էի, ես գտել էի այդ մեքենաները, որոնք անում են փոշու են վերածում եւ կա հնարավորություն են տալիս լվանալ ծառերի սաղարթը, որովհետեւ միայն ծառը ունենալ եւ ոչ մի ֆունկցիա չկատարել խնամքի առումով, ծառի մակերեսին նստում է զանգվածային տոննաներով փոշի, որը պետք է լվանալ, որ ծառը կարողանա ֆունկցիոնալությունը ապահովի, այսինքն այդ ծակոտկենությունը ապահովենք եւ դրա համար պետք է բույսի մասին խնամք տանել։ Անպայման ամեն առավոտ Երևանը պետք է բացվի կանաչապատման հիմնարկը փոխանակ այդքան ծառեր հատեր եւ 150 միլիոնի սակուրա բերեր, ընդամենը 3 ջրցան է սպասարկում Երևան քաղաքը։ Մեր դուրս գալուց հետո ոչ մի ջրցան, առհասարակ տեխնիկա չի ավելացել, բայց աշխարհում նույնիսկ ծառերի տոմոգրաֆիա եւ EKG անելու սարքեր գոյություն ունեն։ Եթե դուք նման զանգվածային հատման ծրագիր եք ուզում իրականացնել, դուք պարտավոր եք ուղղակի ախտորոշումը անել եւ ցույց տալ, որ այո, այս ծառերը ունեն խնդիր, այլ ոչ թե աչքաչափով նայենք եւ ասենք այս բոլոր ծառերը հատում ենք եւ տեղադրում ենք առավել եւս ծառեր, որոնք իրանց ֆունկցիան չեն կատարելու մեկ, որովհետեւ փոքր են, երկրորդը այդ ծառերը մեր տարածաշրջանի համար չեն
ոչ սակուրան, ոչ ձիակասկա, եւ տարիներ հետո դուք տեսնելու եք, որ տարիները անցնում են, այդ ծառերը ֆունկցիան չեն կատարում, բայց ցավոք գումարներ մսխվեցին այդպիսով։ Գումարը ոչինչ իմ համար ամենակարևորը մարդու առողջությունն է։ Մենք տասնյակ տարիներով միջև այդ նորատունկերը ծառ կդառնան կամ չէ, մենք թողեցինք շենքերի ֆասադները բաց, այսինքն մենք դրեցինք ջերմային ստրեսի տակ բոլոր այն բնակիչներին, որոնք այդ ֆասադների ներսում, այդ սենյակներում ապրում են։ Եվ ես ձեզ ասեմ, ծառով ծածկվածը եւ չծածկվածը 30 աստիճան եւ 70 աստիճան, դե հիմա ջերմանալու առումով, դե դուք տեսեք մենք ինչ խնդիրներ ենք առաջացրել ջերմային ստրեսի բնակչության մոտ։ Հարավային երկրները ունեն օրենք միայն լայնասաղարթ ծառեր, որ պաշտպանվեն հավելյալ ջերմությունից, պաշտպանվեն հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որտեղ սա էլ քաղցկեղածին էֆեկտ ունի, եւ պաշտպանել ասֆալտը, որտեղ ասֆալտը երբ որ տաքանում է, առաջանում է գուդրոն կանցերոգենը, քաղցկեղածին նյութ, որը եւս ավելացնելու է այդ ծանրաբեռնվածությունը։ Այսինքն մենք հենց այնպես չէինք ասում, որ չի կարելի այդ ծառերը տեղադրել։ Մենք չէինք ասում հիվանդ ծառերը մի հատեք, մենք ասում ենք ցանկացած բան ունի իր գրագետ մեթոդաբանությունը եւ մենք արել էինք փողոցներից մեկում եղած ծառերի արանքում մենք տեղադրել էինք ջահելը, որ կանցնի 2-3 տարի տնկին նախ կպաշտպանվի փողոցի աղտոտումներից եւ արևի ճառագայթներից, տնկիներն էլ են այդ ստրեսը ապրում եւ չեն կարողանում նորմալ ձևավորվեն։ Եվ դրանից հետո պետք է հատել ամեն երրորդ ծառը կամ ամեն 5-րդ ծառը, դա արդեն ըստ նրա թե ոնց կորոշեր մեթոդաբանությունը ինքնին արդեն հողակի մեջ։ Եվ դրանից հետո, երբ որ դուք բնակչության հետ ազնիվ կանեիք այդ բաները, հանդիպումները կբացատրեք, կլներ հանրային լսում, մենք կբացատրենք, որ գիտեք հարգելիներս, մենք այս խնդիրը ունենք, նկարներով ցույց կտայինք, ինչի մասին ենք մենք խոսում։ Այլ ոչ թե մարդը քնած է առավոտյան Սայաթնովայում արթնանում է, 1000 տարի ինքը տեսել է պատուհանի տակի ծառ ու ապրում է ստրես, որ ամբողջ փողոցի ծառերը հատում են։ Ես նաև Սայաթնովայի մասով խնդիր եմ տեսնում, Նայինե ջան, որովհետեւ չկարողացան այդ ծառերը պաշտպանել, ժամանակի խնդիր ունենք, Տիկին Վարդանյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում, դուք այնպիսի ծրագիր ներկայացրեցիք, եթե դա իրականանա, ես իմ փոքրիկ Երևանս, նորից մանկության Երևանս կտեսնեմ, հատկապես ջրցան մեքենաների մասով եւ հուսամ, որ դուք այնուամենայնիվ կապ չունի ինչ ընտրություններ կլինեն, դուք տեղ կգտնեք մեր Երևան քաղաքի էկոլոգիայի առողջացման ծրագրերում։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Տեսցո։ Կհանդիպենք։